Սերժ Սարգսյանը իր արարքով ցույց տալիս, որ ինքը ժողովրդի կողմից ընդունված նախագահ չէ, ընտրված։ Հենց դրանով է արդեն այս մյուս ընտրություններին թե պատգամավորի, թե նախագահական ամենի ժամանակին կերևա։ Հետևանքները վատ կլինեն, միևնույն ժամանակ է Սարգսյանին հավատալ չի կարելի։ Վերևի ուժը ավելի ուժեղ է, քան իրանք։ Մեր ժամանակ որ Լևոն Պետրոսյանն էր, ըստից երևի պետար կաբրեինք։ Ավելի վատ էր։ Ոչ վառելուք ունեինք, ոչ ջուր ունեինք, ոչ գազ ունեինք, հեչ բան չունեինք, լույս չունեինք, ճրակով յոլակ գնանք, իսկ մի չի դեմ։ Ընդդիմություն իշխանությունը ավելի մտնի կոնֆլիկտի մեջ։ Բարձր կարգով ոնց որ պետք է։ Ժողովրդի մասին այս ղեկավարությունը չի մտածել։ Բոլորն է շատ խոստանում են, բայց ոչինչ չեն կատարում։ Միայն այդ է, խոստումներ։ Как евреи создали свое государство Израиль, армяне пока этого не могут делать. Իրար հետ նստին ինչ որ գաղտնի պետք է խոսան, այանապաշճարա իրար երեստեմ ամչանանգը, սուտ չեն խոսա, ինչ որ ասեցին պետք է երեստեմը, տղամարդը բանորսում է երեստեմ բդիսի։ Ես հետ չեմ հավատա, ոչ պետությանը, ոչ ընդդիմության բոլորն է սխալ ու կեղծ են։ Եթե իրանք ճիշտ աշխատեին ու ժողովրդի մասին մտածեն, կյանքում ժողովուրդը չէր կանի Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը կամ չէին ելնի միտինգ ենե։ Ժողովուրդը միշտ է դժվար։ Ոչ մի դեպքում ժողովուրդը չի շահել, մեկ է։ Որովհետև նախկին իշխանություններն էլ ենք տեսել, ներկայիս իշխանությունները հիմա էլ արմատական ուժ չկա, որը բարձրանա սկսել ինչ քաղաքական քայլեր կատարի։ Իշխանությունը միշտ իր առաջ կտանի իր խոսքերը, բայց չի կարող։ Պետական գործերը լավ են ընթանում, բայց ընդհանրապես հարկավոր է համընթեր ժողովուրդն էլ նայել։ Երկխոսությունը պետք է որ զիջումներ են մեկը մյուսին, բայց գիտեք ինչ է, որ ինքը գիտի որ այդ զիջումներով ինքը շատ բան կոչնե կրնա ինք իր ատորի զրգի դրամարը չի ստա։ Երկխաղ է երևի։ Ժողովուրդն է չգիտի ինչ է կատարվում։ Ավելի շատ դերասանական խաղ է։ Ուղղակի խաղ։ Ժողովրդին հանգստացնելու, թեմրեցնելու, հանգստացնելու երևի այդ տիպի խաղ են արել։